Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը շարունակում է հայկական գինեգործության ու կոնյակագործության լավագույն ավանդույթները։ Սրտացավ ու պատասխանատու աշխատանքը դարձյալ արժանացել է բարձր գնահատականի։ Մոսկվայում կայացած գինիների եւ ոգելից խմիչքների 27-րդ միջազգային մասնագիտական ամենամյա մրցույթից կոմբինատը վերադարձել է Grand Prix-ով, բարձրագույն մրցանակով ու մեդալներով։ Մեդալներն ու դիպլոմները տեղ են գտել կոմբինատի թանգարանում, որտեղ պահվում են տարբեր մրցույթների ժամանակ ստացած բազմաթիվ պատվոգրերը, հավաստագրերն ու մյուս մրցանակները։ 2023 թվականից սկսած Նոյ կոնյակի գործարանը մասնակցում է Մոսկվայում անցկացվող գինիներ եւ ալկոհոլային խմիչքների միջազգային պրոֆեսիոնալ համտեսի մրցույթին։ Ամեն տարի մենք ստանում ենք մեծականակ մեդալներ եւ այս տարի բացառություն չէր, ստացանք 3 ոսկի մեդալ եւ 1 Grand Prix։ Մրցույթին ներկայացվել էր 3 կոնյակ, 3-ն էլ մրցանակի են արժանացել։ Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի գլխավոր կոնյակագործ Տիգրան Խաչատրյանի խոսքով, սա տարիների սրտացավ աշխատանքի լավագույն գնահատականն է։ 5 տարեկան կոնյակը մեր ոսկի մեդալ ստացավ։ 10 տարեկան կոնյակը Կրեմլինը ոսկի մեդալ ստացավ։ 20 տարեկան կոնյակը ստացավ ոսկի մեդալ, նաև այս 20 տարեկան կոնյակը ստացավ Grand Prix-ն։ 23 թվականին նաև մենք Grand Prix-ն, այդ լավագույն, ամենալավագույն կոնյակը մեզ ստացավ 25 տարեկանը։ Մասնագիտական փակ համտեսի արդյունքով այս տարի Grand Prix մրցանակի է արժանացել 20 տարեկան Նոյ կլասիկ կոնյակը, որն առանձնանում է իր նուրբ ու տարբերվող համային հատկանիշներով եւ յուրահատուկ բաղադրությամբ։ Նոյ կլասիկը մուգ շագանակագույն ոսկեգույն երանգով է։ Բույրի մեջ գերակշռում է ընկույզի, մեղրի, շոկոլադի, չորացած մրգերի երանգները, իսկ հիմքում մրգային փայտային նոտաների ներդաշնակ խառնուրդ եւ առանձնանում է իր փափկությամբ։ Մեդալներն ու դիպլոմները պարտավորեցնող են, հատկապես երբ տրվում են միջազգային ասպարեզում, այլ երկրների հետ մրցակցությունում։ Կոմբինատի գլխավոր տեխնոլոգ Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, մոտ 150-ամյա պատմություն ունեցող կոմբինատը շարունակելու է լավագույնս ներկայացնել հայկական կոնյակը ամենահեղինակավոր մրցույթներում։ Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։